Ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակության օրվա առթիվ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնայեջ մայր տաճարում մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Խորանի դիմաց զետեղվել էր հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների մասունքարանը։ Պատարագիչը Մայրաթոռի միջեկեղեցական բաժնի տնօրեն Տեր Գարեգին Վարդապետ Համբարձումյանն էր։ Իր քարոզում Հայր Սուրբը անդրադառնալով օրվա խորհրդին նշեց. Այսօր նահատակ սրբերին հիշատակելով մենք կանգնած չենք մահվան լռության առջև, այլ կանգնած ենք հավատի վկայության առջև, քանի որ նրանք ընտրեցին հավատքը։ Հայր Գարեգինն ընդգծեց, որ այդ նահատակության միջոցով բացահայտվեց հավատքը, որը հնարավոր չեղավ սպանել, բացահայտվեց սերը, որը երբեք չվերածվեց ատելության, բացահայտվեց հույսը, որը ոչ մի կայսրություն չկարողացավ ջնջել։ Մեր նահատակները չեն էլ իմացել, որ այսօր վերապրած սերունդներ են ունենալու, վերակառուցված եկեղեցիներ են ունենալու, եկեղեցին զարգանալու է, հավատքի մեջ զորանալու է, չեն իմացել, բայց նրանք ընդունել են Քրիստոսի այն խոսքը մահվան դռան առջև, որ ես եմ կյանքը։ Այո, Քրիստոս է իրական կյանքը և Քրիստոսի մեջ է իրական կյանքը։ Եվ այդ վստահությամբ է, որ նրանք ընդունեցին նահատակության պսակը։ Սուրբ նահատակների առաքելությունը մեզ զորացնելն է մեր քրիստոնեական կյանքի ու հավատքի մեջ։ Նշեց պատարագիչը մաղթելով, որ տառապանքի և նահատակության ճանապարհով անցած սրբերի օրինակը հավատավոր հայորդիների կյանքում դառնա իրական վկայություն, որպեսզի երբեք չվհատվեն և չհուսահատվեն, այլ ընդունելով Քրիստոսի հավատքը նրան միշտ փառք և երկրպագություն մատուցեն։ Ապրիլ 24-ի պատարագին եկել էին ուխտավորների խմբեր, անհատներ, զբոսաշրջիկներ։ Նորա Բարությանը Ֆրանսիայից 50 աշակերտից բաղկացած հայ դպրոցականների խմբի է ուղեկցել Սուրբ Էջմիածին։ Ասիկա մանգավարժական ճամփորդություն է, երբեք շրջաբոդույդի ձիրին մեջը չի մտներ։ Մենք մեր աշակերտներուն միշտ գսորվեցնենք եւ ինչ որ գսորվեցնենք քիրքի մեջ է։ Այստեղ մեծ հնարավորությունը այս այցելությունը գուտա մեզի, որ այդ քիրքերեն դուրս ելեն այդ բոլոր իրեն սորվածները, ինչքան կարելի է գաբը ուժեղ ըլլա հողին հետ, երկրին հետ եւ այն բոլոր գիտելիքներուն հետ, որոնք գստանան դպրոցին մեջ։ Հայաստան կալով այդ բոլորը իրականություն կդառնան եւ գենթանի։ Եվ ադիգա շատ մեծ օգուտ է։ Շատ կարևոր է ցեղասպանության պատմությունը իբրև գիտություն սորվեցնել մեր աշակերտներուն։ Գսեմ ինչու գիտություն, որպես աշակերտները գիտնան, այսինքն մեր բադանիները երդասարտ դառնալով հասկանան, որ պետք է վերլուծել, պետք է դեղեցությունները կարողանան խորաբես հասկանալ, ոչ թե այդպես ֆանտաստիկ պատմություններու մեջ մնան թեփքերը, այլ նաև հասկանան երբ, ինչու, ինչպես, ինչ խորքի վրա, ինչ պատճառներով։ Գիտեք, անցյալը այն դեղեցությունը գուտամեզի պատմական անցյալը, որ մենք կարողանանք քիչ ավելի լավ հասկանալ ներկան։ Հադուր համար պատմությունը կարևոր է։ Ցեղասպանության հիշադակը կարելի չէ չնչել, քանի որ մեր արյունին մեջն է այս թեփքը, որ բադահած է, մեր ոսկորին, մեր միսերուն, մեր արյունին մեջն է, եւ այս ամեն մեկ երախան, որ մենք ունենք մեր թիմացը տասարանին մեջ ունի իր պատմությունը։ Երբ Ֆրանսիայի դպրոցներն ոյ մեգուն մեջ տասարանի մեջ բազմաթիվ երկիրները հավաքված ծնողներու երեխաներ մենք ունենք, այն բոլորը կմիանան նույնտեղ, որ գոչվի Հայաստան։ Ես Այդա Տոնոյանն եմ, գալիս եմ Մարսելի համազգային ջամարանից։ Սովորում ենք հայոց պատմություն, հայերեն գրել, կարդալ։ Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ չմոռանանք ու որ չկրկնվի, որ երբեք տենց բաները չկրկնվեն, որ կարողանանք հանգիստ ու խաղաղ աշխարհում ապրել։ Հայաստան եկանք տեսարանի հետ, որ այցելենք վանքերը, մադենատարները եւ մեր հավատքը ավելի մեծնենք։ Մենք հայերեն գսորվենք քրագանությունը, բանաստեղծություններ գսորվենք, գգարտանք քիրքեր, պատմություններ եւ հայերենի օրենքները գսորվենք գրել, կարդալ։ Հուզիչ է, որ ասենք բادرակ կնեն եւ ամեն մարդ գկալի Երևանի մեջ եւ մեկ գոմենալ
ուրախ եմ, որ ամեն մարդը գհիշի այս եղած ցեղասպանությունը։ Ռումինիայից հայր Լաուրենցիո Շուտեուն 46 ուխտավորների հետ է ժամանել Էջմիածին։ Էքսկուրսավարը նրանց պատմեց Մայր տաճարի, հայոց եկեղեցու հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա մասին։ Մեր այցի նպատակն է, որպեսզի տեսնենք մեր եկեղեցիների տարբերություններն ու նմանությունները, որպեսզի ուխտավորները բացահայտեն մշակույթների նմանությունները։ Եթե նույնիսկ տարաձայնություններ լինեն, բոլորս նույն ուղղափառ հավատքը ունենք, որը տարբեր ձևով է դրսևորվում։ 2015 թվականի հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումից հետո ապրիլի 24-ը հիշատակվում է որպես Սուրբ Նահատակների օր։ Հայ առաքելական եկեղեցին աղոթքով հայցում է Սուրբ Նահատակների բարեխոսությունը։ Այսօր մտորումները բոլորինը գրեթե նույնն են։ Ինչ կատարվեց մեր ազգի հետ, ինչու կատարվեց, և այս ամենը ինչպիսի շարունակություն պետք է ունենա։ Ինչ պիտի անենք, որ այլևս դա չկրկնվի։ Ցանկացած նման բան չկրկնվելու համար նախ պետք է հոգևոր ուժեղացում։ Պետք է մենք ինքներս ոչ թե դիմացինի համար մտածենք, թե ինչպես անենք, որ նա չանի, այլ ինչպես անենք, որ մենք այնքան ուժեղ լինենք, որ մեզ չկարողանան ցեղասպանել։ Եվ ամենակարևորը այսօր շատ պետք է հասկանանք, որ այդ հոգևոր բաղադրիչը հոգևորը, այսպես առանցին ինչ-որ ճաշակի խնդիր չէ, այլ դա մեր հենց ինքնության ամենաբուն, ամենաիսկական, այսպես ասած, կայացումն է։ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը Սուրբ Նահատակների մասունքարանով հավաքվեց Մայր տաճարի հարևանությամբ գտնվող Ուխտի Խաչքար հուշարձանի մոտ։ Այս հուշարձանը կանգնեցվել է 1965 թվականին Եղեռնի 50-րդ տարելիցին Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսի օրոք։ Այն Հայաստանում եղեռնազոհ նահատակների հիշատակին նվիրված առաջին հուշարձանն է։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ Եվ սրբոց նահատակացն, որ կատարեցան ընթացս հայոց ցեղասպանության, վասն հավատո և վասն հայրենիա։